Շողիկ, մի րոպե պայլակնես։ Տեսեք, մի քանի օր է Աննա Հակոբյանը գրառումներ է անում տարբեր քաղաքացիների վերաբերյալ նրանց ոչի, տխմար անվանում, տգետ եւ ըստ էության, եթե արձագանքում է ու իրեն վերաբերյալ հայտարարությունները, քննադատությունները, վիրավորանք ու զրպարտություն է որակում, ինչու դատական հայտ չի ներկայացնում եւ այնուամենայնիվ մարդկանց ինքը նման կերպ արտահայտում եւ զուգահեռ իրականացնում կրթվել է նորաձև է արշավը։ Նախ ես տեղյակ չեմ, որ նման դատական հայց կամ որևիցե բան չկա, ես դրա մասին տեղեկություններ չունեմ։ Երկրորդը այսօրվա մեդիադաշտի եւ սոցցանցերի այտենց բացի թողի իրավիճակում ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ, նաեւ հրապարակային մարդ ազատ է արձագանքել այն ձևով, ինչ ձևով որ ուզում է, եւ կարծում եմ, որ այն համեմատականներ ինչ որ անցկացնելը անցյալի հետ կապված անտեղին են, որովհետեւ նախ եւ առաջ անցյալում որևիցե մեկի կնոջ, չեմ ասում երկրի ղեկավարի կնոջ, եւ որևիցե մեկի կնոջ մասին մի լրագրողից սկսած իրենց տենց դուխով հիմա բլոգեր եւ քաղաքական գործիչ անվանող մարդկանցով վերջացած հələ փորձեին մի հատ մի տարեսկոմենկոմ բանեն գրեին, այնքան կծեցին, էշին քերի կասեր, այնքան կծեցեր։ Այսօր որևիցե մեկ շողիկ, այլ կներես, ես քո հետ լրիվ համաձայն եմ, դու աշխարհի ամենաճիշտն ես, բայց ես եմ հիմա խոսում։ Եվս մեկ անգամ ընդհատեցիր, ել ընդհանրապես քո հետ չեմ խոսի։ Եվ այն այո, իրավական երկիր է, եւ այն իրավիճակում, երբ որ ինչ-որ մեկը մտածում է, որ իրան ինչ-որ մեկը վիրավորել է, այդ թվում այն մարդիկ, ում մասին դուք ասեցիք, թող դիմեն դատարան իմ կամ Տիկին Հակոբյանի դեմ։ Ինքը ինչու չի դիմում դատարան։ Ես արդեն դրան պատասխանել եմ։ Ամբիոնից հայհոյանք հնչեցնելն է, ուղղակի տեսակետ հայտնելու հարց ու հեռուստադիտողը հայ այդ ուղիղ եթերով թեկուզ նայող մարդիկ պետք է դա դիտան, օրինակ Արսեն Թորոսյանին կամ Լևոն Քոչարյանին, որ իրենք ստիպված են լինում լսել այն, ինչը չպետք է լսեն խորհրդարանական երկրի ամբիոնից, ասեն ժողովի։ Նախ եւ առաջ այդ ամենը սկսվեց նրանից, որ ձեր նշած մարդը Քոչարյանի փոքր տղան որոշեց սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ազգային ժողովի դահլիճում, չնայած նրան, որ այնտեղ կային կանգնած կանայք, կան հղի պատգամավորներ ունենք, մենք հղի կանայք ունենք, պատգամավորներ ունենք, եւ եթեր կա, վերջացնեմ, եւ հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանի պատասխան ասվել է, որ այն ամեն ինչ որ հնչեցվել է, վերաբերելի է նաեւ ձեզ եւ դա ձեզ է վերաբերվում, եթե դուք նման բան եք ձեզ թույլ տալիս։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ես կարծում եմ քաղաքացիները իրենց գնահատականը կտան եւ ես ձեզ վստահեցնում եմ նաեւ քաղաքական գնահատականը չի դադարելու այս դահլիճում հնչել եւ այն ինչ որ պարոն Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, պետք է քաղաքական առնվազն հետևանք ունենա եւ ունենալու է դրա մեջ որևիցե մեկը չկասկածի։